Շնորհակալություն այսօրվա քննարկման կազմակերպման համար եւ շնորհակալություն պարոն նախարար կատարած աշխատանքը ներկայացնելու հարցերին էլ մանրակրկիտ պատասխանելու համար։ Ըստ էության մենք այդպես սահմանափակված չենք ձեզ հետ ցանկացած հարց ցանկացած ֆորմատով քննարկելու, բայց սա եւս մեկ առիթ է ոչ միայն մեր հարցերը, այլև ինչպես իմ գործընկերները քաղաքացիների հարցեր ներկայացրեցին, ես ընդհանրապես մի շատ པարզ տեխնիկական հարց եմ ուզում տալ, որը քաղաքացին գրել եւ պնդել է, որ ես այդ հարցը անպայման հնչեցնեմ, որովհետեւ ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ինձ հարցնում են ինչու նախարարության թեժ գիծը լավ չի աշխատում։ Ես չգիտեմ ինչու լավ չի աշխատում։ Ձեզ եմ հարցնում, ինչու այդքան թեժ է։ Այո, ես գուցե շատ թեժ է եւ լավ չի պատասխանում, լավ չի աշխատում, բայց այս ամբողջ հարցերի համախմբից եւ մեր խնդիրներից ես ընդհանրապես այդ մեկ հարցն եմ տալիս։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան, հեսա ասեմ ինչի լավ չի աշխատում, որտեվ մենք ընդունել ենք անցյալ տարի 762,878 զանգ, այսինքն այդքան զանգ է մեզ արվել, իսկ մենք սպասարկել ենք, կարողացել ենք պատասխանել ընդամենը 386,000-ին։ Այսինքն մենք չենք կարողանում բոլոր զանգերին ֆիզիկապես պատասխանել։ Դա տարբեր պատճառներ ունի, մենք փորձում ենք այդ տարբեր պատճառների հետևից գնալ։ Պատճառներից մեկ՝ բավարար քանակով օպերատորներ չունենք, պատճառներից երկու՝ այդ բավարար այդ օպերատորները շատ երկար են խոսում, երբեմն ինֆորմացիայի հասանելիություն չունեն, սկսում են տարբեր իրենք զանգել տարբեր տեղեր մինչև ճշտել։ Տարբերակ մյուս տարբերակը մեր օպերատորները հմտություններ լավ չունեն, որը փորձում ենք էլի զարգացնել։ Երրորդը ավտոմատացումն է, որ քաղաքացիները կարիք չունենան զանգելու, այսինքն համակարգային խնդիր են ուզում։ Հիմա մենք ունենք ինչ որ չափով բարելավված վիճակ, որտեղ այնտեղ կադրային փոփոխություններ են կարել նոյեմբերից, եթե չեմ սխալվում, արդեն ունենք պատասխանված տոկոսի աճ, բայց ֆիզիկապես պարզապես դա չեն կարողանում անել, ուրիշ բաներ էլ ասեմ առիթ օգտվեց։ Հիմա արհեստական բանականությամբ աշխատում ենք chat bot-ի վրա, որ հնարավոր լինի on-line խոսել քաղաքացու հետ, բայց այդտեղ նաև հասկանում եք տվյալների հասանելիության խնդիր կա, քաղաքացու նույնականացման խնդիր կա, որտեղ եթե անհատական տվյալ է ուզում, դու պետք է հասկանաս այդ տվյալը ճիշտ քաղաքացու ես տալիս, թե մեկը հարևանի մասին ինֆորմացիա է ուզում զանգել է եւ ուզում է իմանա։ Մեր ընդհանրապես հանրային կոմունիկացիան պետք է ուժեղացնենք, որ ընդհանուր բնույթի հարցեր հնարավորինս քիչ տան, այսինքն մենք ինքներս նախապես դրա մասին հայտնենք, օրինակ կենսաթոշակների վճարման մասին եւ այդպես շարունակ, բայց հա, ընդհանուր մինչև ավելի նույնիսկ խոսացող արհեստական բանականության վրա ենք հիմա աշխատում, ոչ միայն տպող, այլև որ խոսի, հիմա աշխարհում այդ զարգանում է, բայց էլի տվյալների հասանելիության, տվյալների մաքրության եւ տվյալների թվայնացման խնդիր ունենք։ Օրինակ նույն ամեն ինչ չի որ էլեկտրոնային է, դու գիտեք ինչ արխիվներ ունենք եւ եթե օրինակ հարցը արխիվից տվյալ վերցնելու մասն է, դա օրեր նույնիսկ կարող է տևել, որտեղ արխիվը նաև պահվում է մեր տարբեր գրասենյակներում, բայց իրավիճակը մեր ուշադրության կենտրոնում է, ավելին ես թեժ գիծը հիմա ՄՍԾ կառուցվածքում է, տեղափոխում եմ նախարարության կառուցված, որ անմիջական մեր ենթակայության տակ լինի եւ մենք ենք պատասխանատուն քաղաքականություն մշակողը, նաև այդ իմաստով մենք վերահսկողություն իրականացնենք։ Այս պահին պետք է խնդրեմ ներողություն, որ բոլոր զանգերին չեն կարող պատասխանել իմ ասած պատճառներով, բայց աստիճանաբար ավելի շատ կկարողանանք մեր նպատակը հասնել 100% ցուցանիշի պատասխանելով։